Պատվարժան դատերան, գտնում ենք, որ Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կիրառված կալանքի ենթակա է անհապաղ վերացման հետևյալ հիմնավորումներով։ Ինչպես հայտնի է, Երևան քաղաքի առաջին ակնհայտ իրավասության դատարանը սյունքրական գործով 2025 թվականի հոկտեմբերի 23-ի դատավճռով միաժամանակ փոխել է վերացրել Դավիթ Համբարձումյանի նկատմամբ 7 տարի ժամանակով կիրառված գրավ այլընտրանքային խափանման միջոցը և կիրառել է կալանք խափանման միջոցը, ընդ որում առաջին դատարանը կիրառել է անժամկետ կալանք։ Առաջին դատարանը անդրադառնալով պարոն Համբարձումյանի խափանման միջոցի փոփոխությանը մասնավորապես արձանագրել է հետևյալը. նկատի ունենալով այն հանգամանքը, որ Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կայացել է մեղադրական դատավճիռ, որի շրջանակներում նշանակվել է ազատազրկում, որը Դավիթ Համբարձումյանը ըստ առաջին դատարանի պետք է կրի, առաջին դատարանը գտել է, որ մեծ է հավանականությունը, որ պարոն Համբարձումյանը կթաքնվի, այդ կերպ պատժի կրումից խուսափելով։ Սա է առաջին դատարանի ըստ էության խափանման միջոցի վերաբերյալ ողջ պատճառաբանությունը։ Պատվարժան դատարան նախ պաշտպանական կողմը ցանկանում է անդրադարձ կատարել 2025 թվականի հոկտեմբերի 23-ի դատավճռով պարոն Համբարձումյանի նկատմամբ կիրառված կալանքի ժամկետ սահմանված չլինելուն և պատվարժան դատարան ըստ էության նկատի ունենալով այն հանգամանքը, որ սույն դեպքում մասնավորապես առաջին դատարանը չի ղեկավարվել քրեական դատապարտության օրենսգրքով սահմանված այն իրավանորմերով, որ դատական վարույթում կալանքը բացառապես ժամկետային պետք է լինի, պաշտպանական կողմի համար ենթադրելի է, որ ամենայն հավանականությամբ առաջին դատարանը փորձել է հիմնվել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 27-րդ հոդվածի առաջին մասի առաջին կետի հիմքի վրա, մասնավորապես այն դեպքում, երբ հանձը դատապարտվել է իրավասու կողմից հանձան կատարելու համար։ Մինչդեռ պատվարժան դատարան սույն դեպքում առկա են մի շարք առանցքային հանգամանքներ, որոնց հաշվառմամբ Դավիթ Համբարձումյանի կալանքը դարձվում է ոչ իրավաչափ և հետևաբար հիմք ընդունելով քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի 3-րդ մասն առ այն, որ դատարանը պետք է կալանքից ազատի յուրաքանչյուր անձի, ով անհիմն ապօրինի զրկվել է կալանքից, գտնում ենք, որ վերաքննիչ քրեական դատարանը պետք է ազատ արձակի Դավիթ Համբարձումյանին։ Անդրադառնանք Սահմանադրության 27-րդ հոդվածին, ինչ է հռչակում Սահմանադրության 27-րդ հոդվածի առաջին մասը։ Մասնավորապես նշված է հետևյալը. ոչ ոք չի կարող ազատությունից զրկվել այլ կերպ, քան տվյալ հոդվածով նախատեսված դեպքերում և օրենքով սահմանված կարգով։ Ընդ որում ձեր ուշադրությունն եմ ցանկանում հրավիրել այն հանգամանքի վրա, որ նշված իրավանորմը հենց նշված է և շահկապի միջոցով, այսինքն պարտադիր է տվյալ հոդվածով նախատեսված դեպքի և օրենքով սահմանված կարգի միաժամանակյա առկայությունը։ Պատվարժան վերաքննիչ դատարան ձեր ուշադրությունը ցանկանում եմ հրավիրել Սահմանադրական դատարանի 2016 թվականի սեպտեմբերի 2-ի ՍԴՕ 1295 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշման վրա։ Մասնավորապես ՍԴՕ 1295 որոշմամբ Սահմանադրական դատարանը արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը։ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության բովանդակությունից անմիջականորեն բխում է, որ անձնական ազատությունից զրկելու իրավական չափանիշները սահմանվում են Սահմանադրությամբ, սակայն անձնական ազատությունից զրկելու կարգը սահմանվում է օրենքով։ Հետևաբար պատվարժան դատարան այժմ պետք է հասկանանք, արդյոք Հայաստանի Հանրապետության քրեադատավարական օրենքը նախատեսում է կարգ դատական վարույթում անժամկետ կալանք կիրառելու վերաբերյալ և արդյոք քրեադատավարական օրենքը սահմանում է որևէ կարգ առհասարակ պատժի կրումից խուսափելու նպատակով կալանք կիրառելու դատական վարույթում։ Այսպես պատվարժան դատարան համաձայն քրեական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի առաջին մասի կալանքը դատարանի որոշմամբ մեղադրյալին օրենքով նախատեսված դեպքերում և կարգով ազատությունից զրկելն է օրենքով և դատարանի այդ որոշմամբ սահմանված ժամկետով։ Քրեական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն դատական վարույթում կալանքը կարող է կիրառվել կամ դրա ժամկետը կարող է երկարաձգվել յուրաքանչյուր դեպքում 3 ամսից ոչ ավելի ժամկետով։ Միաժամանակ պատվարժան դատարան քրեադատավարական օրենքը չունի որևէ իրավական կարգավորում առ այն, որ դատական վարույթում կիրառված կալանքի ժամկետը կարող է չհոսել կամ կարող է կասեցվել։ Իր հերթին պատվարժան դատարան վերը վկայակոչված փաստագրումների համակարգային վերլուծությունից հետևում է, որ դատական վարույթում այդ թվում 345-րդ հոդվածի 9-րդ կետի ուժով լրացուցիչ դատարկությունների ընթացքում այն դեպքում, երբ դատարանի կողմից կիրառվում է կալանք խափանման միջոցը,
ապա դատարանը պետք է պարտադիր նշի, թե ինչ ժամկետով է կիրառում կալանքը։ Իհարկե, նկատի ունենալով 19-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված եռամսյա ժամկետը։ Չնայած վերօրյալի պատվարժան դատարան հասկում է, որ Դավիթ Համբարձումյանի նկատմամբ սույն քրեական գործով 2025 թվականի հոկտեմբերի 23-ի դատավճռով գրավը վերացնելով եւ կալանք խափանման միջոց կիրառելով առաջին ատյանի դատարանը չի սահմանել որևէ ժամկետ։ Այսինքն արձանագրում է, որ սույն քրեական գործով 2025 թվականի հոկտեմբերի 23-ին կայացված դատավճռով առաջին ատյանի դատարանը կիրառել է դատական բարիթում անժամկետ կալանք, ինչից ուղղակիորեն բխում է, որ Դավիթ Համբարձումյանի կալանքը կրում է ակնհայտ ապօրինի բնույթ։ Ի հակառակ Սահմանադրության 27-րդ հոդվածի առաջին մասի եւ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի առաջին մասի, որի համաձայն անձի նկատմամբ հարկադրանքի միջոցներ կարող են կիրառվել սույն օրենսգրքով, տվյալ դեպքում քրեական դատավարության օրենսգրքով սահմանված դեպքերում եւ կարգով։ Կանխավ պատասխանելով ողջ վերօրյալի կապակցությամբ այն հնարավոր հակափաստարկին, որ սույն քրեական գործով առաջին ատյանի դատարանը կալանքը կիրառել է Սահմանադրության 27-րդ հոդվածի առաջին մասի առաջին կետի հիմքով եւ ոչ թե երրորդ ու չորրորդ կետերի հիմքով, ինչպես նաեւ մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների մասին Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի առաջին կետի այլ ենթակետի հիմքով, հետեւաբար թույլատրելի է որպեսզի կալանքը լինի անժամկետ, նշենք հետեւյալը։ Պատվարժան դատարան նորից վերադառնանք 27-րդ հոդվածի Սահմանադրության։ Սահմանադրության 27-րդ հոդվածը սահմանում է չայլ չափանիշները, որոնց առկայության դեպքում անձին ազատությունից հնարավոր է զրկել։ Միևնույն ժամանակ Սահմանադրության 27-րդ հոդվածը սահմանում է, որ այդ կարգը պետք է սահմանվի օրենքով։ Սույն դեպքում պատվարժան դատարան նշված արձանագրումի հերթին պայմանավորում է այն հարցին պատասխանելու անհրաժեշտությունը, թե արդյոք քրեական դատավարության օրենսգիրքը սահմանում է որևէ կարգ, որը թույլ է տալիս անձին իրավասու դատարանի կողմից դատապարտվելու հիմքով կալանքից զրկել։ Պատվարժան դատարան, ինչպես նշեցինք, քրեական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի առաջին մասի համաձայն կալանքը ըստ էության սահմանվում է ժամկետային, մասնավորապես 118-րդ հոդվածի առաջին մասի համաձայն կալանքը դատարանի որոշմամբ մեղադրյալին օրենքով նախատեսված դեպքերում եւ կարգով ազատությունից զրկելն է օրենքով եւ դատարանի այդ որոշմամբ սահմանված ժամկետով։ Միաժամանակ պատվարժան դատարան քրեական դատավարության օրենսգրքի 116-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն խափանման միջոց կարող է կիրառվել մեղադրյալի փախուստը կանխելու նպատակով, մեղադրյալի կողմից նոր հանցանքի կատարումը կանխելու նպատակով եւ մեղադրյալի կողմից իր վրա դրված պարտականությունների կատարումն ապահովելու նպատակով։ Միաժամանակ արձանագրում է, որ բացի քրեադատական օրենքի 118-րդ հոդվածի առաջին մասում նախատեսված ժամկետային կալանքից եւ բացի քրեական դատավարության օրենսգրքի 116-րդ հոդվածի երկրորդ մասով նախատեսված կալանքի հիմքերի ժամանակ կալանքի կիրառումից քրեական դատավարության օրենսգիրքը որևէ այլ կալանք չի ճանաչում։ Նման պայմաններում պատվարժան դատարան ըստ էության ստացվում է, որ Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կիրառվել է քրեադատավարական օրենքով չսահմանված կարգով կալանք, այն է առաջինը անժամկետ եւ երկրորդը իրավասու դատարանի կողմից դատապարտվելու հիմքով, այն է պատժի կրումից խուսափելու նպատակով, որպեսզի հիմք կալանք կիրառելու վերաբերյալ քրեական դատավարության օրենսգիրքը չի սահմանում, ինչպես օրինակ դա նախատեսված էր 1998 թվականի քրեական դատավարության օրենսգիրքով։ Այսպիսով պատվարժան դատարան հասկում ենք, որ թեև Սահմանադրության 27-րդ հոդվածի առաջին մասի առաջին կետը թույլ է տալիս անձին ազատությունից զրկել այն դեպքում, երբ իրավասու դատարանը անձին մեղավոր է ճանաչել հանցանք կատարելու համար, սակայն միևնույն ժամանակ այնքանով, որքանով նույն հոդվածի առաջին մասը սահմանում է, որ օրենքով սահմանված կարգ պետք է լինի նման դեպքերի համար, գտնում ենք, որ քրեական դատավարության օրենսգիրքը չի ապահովում այնքանով, որքանով դատական բարիթում կալանքը կարող է լինել բացառապես ժամկետային եւ այնքանով, որքանով համաձայն քրեական դատավարության օրենսգրքի պատժի կրումից խուսափելու նպատակով կալանքի կիրառում ըստ քրեական դատավարության օրենսգրքի սահմանված չէ։ Պատվարժան դատարան, ինչպես հայտնի է, քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի առաջին մասի համաձայն հարկադրանքի միջոցները կարող են կիրառվել
բացառապես քրեական դատավարության օրենսգրքով սահմանված հիմքերով եւ կարգով։ Այսպիսով պատվարժան դատարան արձանագրում ենք, որ ըստ էության կիրառվել է կալանք, որը քրեական դատավարության այնպիսի հիմքով եւ այն կարգով անժամկետ, որը քրեական դատավարության օրենսգիրքը չի սահմանում։ Անդրադառնալով այս կապակցությամբ մարդու իրավունքների եվրոպական դատարանի պրակտիկային նշենք հետևյալը։ Գնահատելով թե արդյոք կալանավորումն օրինական է, մարդու իրավունքների եվրոպական դատարանը նշել է, որ պետք է պարզի, թե արդյոք ներպետական օրենսդրությունը ինքնին համապատասխանում է կոնվենցիային, այդ թվում դրանով արտահայտված կամ ենթադրվող ընդհանուր սկզբունքներին։ Օրենքը ենթադրում է, որ եթե ազգային օրենքով թույլատրվում է ազատությունից զրկել, ապա դա պետք է լինի բավականաչափ մատչելի, ճշգրիտ եւ կանխատեսելի կամայականության կիրառման բոլոր ռիսկերից խուսափելու համար։ Եթե գործ ունենք ազատազրկման հետ, անհրաժեշտ է, որ ազգային օրենսդրությունը հստակ սահմանի կալանքի պայմանները։ Նշվածը նախատեսված է Դել Ռիո Պրադայի վերաբերյալ գործով նշված որոշման 125-րդ կետով։ Ինչ վերաբերում է պատվարժան դատարան այն հնարավոր մեկնաբանմանը, որ քրեական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 5-րդ մասով կարգավորվում է դատական բարույթում կալանքի ընդհանուր տևողությունը եւ սահմանվում է, որ այն չի կարող ավել լինել մեղադրյալի մեղսագրված հանցանքի համար նախատեսված պատժի առավելագույն չափից, ապա հարկ է նշել է, որ նշված նորմը ոչ թե ինքնուրույն պետք է մեկնաբանվի, այլ պետք է ենթարկվի օրենսգրքի մյուս նորմերի եւ մասնավորապես 119-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված իրավանորմի եւ համակարգային վերլուծության արդյունքում։ Ինչի արդյունքում բաց է դառնում, որ դատական բարույթում կալանքը կարող է կիրառվել կամ դրա ժամկետը կարող է երկարաձգվել յուրաքանչյուր դեպքում 3 ամսից ոչ ավելի ժամկետով, իսկ ընդհանուր առմամբ դրա տևողությունը չի կարող ավել լինել մեղադրյալին մեղսադրված հանցանքի համար նախատեսված պատժի առավելագույն չափից։ Պատվարժան դատարան քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն դատարանը դատախազը, քննիչը, հետաքննության մարմինը իրենց իրավասության սահմաններում պարտավոր են անհապաղ ազատ արձակել ազատությունից ապօրինի ամանյունացված յուրաքանչյուր հայացքի, որում սա անմիջականորեն գործող իրավանորմ է։ Քրեադատավարական օրենքի վերոյիշավ կարգավորման հաշվառմամբ պատասխանելով այն հնարավոր փաստարկին, որ սույն քրեական գործով 2025 թվականի հոկտեմբերի 23-ի դատավճռով Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կիրառված անժամկետ կալանքը վերաքննիչ քրեական դատարանը կարող է դարձնել ժամկետային կիրառելով օրենքի անալոգիա, ինչպես ղեկավարվելով մասնավորապես Արաշյալյանի դատաքննության համար կարգավորման ենթակա 316-րդ հոդվածի դրույթներով գտնում ենք, որ վերաքննիչ քրեական դատարանը չի կարող չունի իրազորություն անժամկետ կալանքը ժամկետային դարձնելու հետևյալ հիմնավորումներով։ Մասնավորապես նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքի 39-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն օրենքի կամ իրավունքի անալոգիա չի կարող կիրառվել, եթե դրա արդյունքում սահմանափակվում են անձանց իրավունքները, ազատությունները եւ այլն։ Փաստացի ստացվում է պատվարժան դատարան, եթե վերաքննիչ քրեական դատարանը Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կիրառված անժամկետ կալանքը դարձնի ժամկետային, դրանով կսահմանափակվի, կարգելակվի Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 27-րդ հոդվածով հռչակված Դավիթ Համբարձումյանի ազատության իրավունքը։ Հետևաբար նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքի 39-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով գտնում ենք, որ դա տեղի ունենալ չի կարող։ Ողջ վերագրյալի ուժով պատվարժան դատարան գտնում են, որ Դավիթ Համբարձումյանի կալանքը կրում է ակնհայտ ապօրինի բնույթ, այնքանով, որքանով Դավիթ Համբարձումյանը Սահմանադրության 27-րդ հոդվածի առաջին մասին եւ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի առաջին մասին հակառակ կալանք է կրում նախ անժամկետ, բացի այդ պատվարժան դատարան վերջինիս նկատմամբ կալանք է կիրառվել պատժի կրումից խուսափելու նպատակով, որպեսզի հիմք եւս քրեական դատավարության օրենսգիրքը չի նախատեսում։ Հետևաբար պատվարժան դատարան հիմք ընդունելով քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը գտնում են, որ պարոն Համբարձումյանի նկատմամբ կիրառված կալանքը ենթակա է անհապաղ վերացման վերաքննիչ քրեական դատարանի կողմից։ Պատվարժան դատարան թեև մենք գտնում ենք, որ մեր կողմից մատնանշված հանգամանքների ուժով պարոն Համբարձումյանի նկատմամբ կիրառված կալանքը պետք է վերացվի հենց այդ պատճառաբանությամբ, այնուամենայնիվ անդրադառնանք շատ հակիրճ առաջին ակնյանի դատարանի այն դիրքորոշմանը, որ պատիժ նշանակելու հետ մեկտեղ մեծացել է հավանականությունը առ այն, որ պարոն Համբարձումյանը կթաքնվի այդ կերպ պատժի կրումից խուսափելու նպատակով։
Հարգելի վերաքննիչ քրեական դատարան 7 տարուց ավելի ժամանակով պարոն Համբարձումյանի նկատմամբ կիրառված է եղել գրավ այլընտրանքային խափանման միջոցը, որի շրջադակներում այո իրավացիորեն առաջնորդային դատարան արձանագրել է, որ սահմանափակված չի եղել պարոն Համբարձումյանի ազատ տեղաշարժվելու իրավունքը։ Եվ պատվարժան դատարան ըստ էության ամենաառանցքային հանգամանքը սակայն այստեղ կայանում է նրանում, որ 2025 թվականի հոկտեմբերի 23-ին երբ հրապարակվեց դատավճիռը, պարոն Համբարձումյանը բացակայում էր Հայաստանի Հանրապետությունից։ Այստեղ իհարկե արձանագրենք, որ դատավճիռի հրապարակմանը ներկա գտնվելը անձի իրավունքն է եւ ոչ թե պարտականությունը։ Սակայն այստեղ առանցքային է այն հանգամանքը պատվարժան դատարան, որ պարոն Համբարձումյանը պաշտպանից տեղեկանալով դատավճռով նշանակված պատժի մասնավորապես 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման եւ կալանք կիրառելու վերաբերյալ անմիջապես պատվարժան դատարան եւ հայտարարությամբ հանդես եկավ եւ պատվարժան դատարան Երևան քաղաքի առաջնորդյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանին դիմում հասցեագրեց առայն, որ թեև ներկա չի եղել այդ դիմումը արգա է գործնյութերում եւ ես կխնդրեմ խափան միջոցի հարցի քննարկման ժամանակ ըստ էության որպես նյութ քննարկել եւ դիտարկել նաեւ այդ դիմումը նշեց, որ թեև դատավճիռի հրապարակմանը ներկա չի եղել, սակայն պաշտպանից տեղեկացել է եւ 2025 թվականի հոկտեմբերի 28-ին կժամանի Հայաստանի Հանրապետություն։ Այդ կերպ ասած պատվարժան դատարան ստացվում է Դավիթ Համբարձումյանը գիտակցելով Հայաստանի Հանրապետություն գալու պես անազատության մեջ հայտնվելու հանգամանքը, Դավիթ Համբարձումյանը Ռուսաստանի Դաշնությունում ունենալով ռեալ հնարավորություն Հայաստանի Հանրապետություն չվերադառնալու, վերջինս վերադարձել է գիտակցումով, որ ուղևորվելու է քրեակատարողական հիմնարկ, գիտակցումով, որ պատիժ է սպասվում եւ բանակ է սպասվում։ Նշված հանգամանքը պատվարժան դատարան առավել քան բնորոշում է ներողություն եմ խնդրում, առավել քան բնորոշում է այն, որ Դավիթ Համբարձումյանը պատժից ու կալանքից վախեցող տեսակ չէ, պատժից ու կալանքից թաքնվող տեսակ չէ։ Հետևաբար պատվարժան դատարան մենք ակնկալում ենք արդարադատության դրսևորում եւ խնդրում ենք ձեզ վերացնել պարոն Համբարձումյանի նկատմամբ կիրառված կալանքը։ Այս կողմից։ Այո։